Ասավ հայրիկ մասնագիտությունս ոնց ընտրեմ, ասի պետքա նայես ինչ ես շատ սիրեմ, մեկ էլ ինչ ես լավ կարողանում անել, ու դրանք պետքա համատեղես, էլի։ Ասի օրինակ տես ես լավ մաթեմատիկայով, ֆիզիկայով զբաղվում էի, նաև ինֆորմատիկայով, ասենք այդ բնական գիտություններով, որ ֆիզմատ դպրոցել սովորում էի, ասում եմ, բայց մեր աղջիկ նկարելու խաթեր գնացի նկարիչ տարա, այդ էլ սիրելն էր, ասավ դրա համար արժե։ Ու տենց սկսեց այդ ոնց որ կյանքի հեղաշրջման փուլը, տենց գնացի արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունը արդեն դեպի արվեստը, բայց շատ ուրախ եմ, որ դեպի արվեստը գնացի ու նաև ոչ միայն դեպի արվեստը, այլ նաև սովետի մանկավարժական փուլը, որովհետև մանկավարժությունը որպես այդպիսի գիտություն ուսումնասիրում է հենց մարդու դաստիարակությանը, որին մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում առնչվում ենք, զբաղվում ենք հենց ինքներս մեզնով, մեր թերությունները վերացնելով, մեր ուժեղ կողմերը զարգացնելով, այսօրվա ոնց է աշխարհի պահանջը դրված է, չէ, բազմակողմանի ներդաշնակ մարդ ունենալը։ Միշտ մարդիկ շփոթում են դա, չգիտեմ, հենց իմանում են պետքա լավ ֆիզիկա իմանաս, նկարել իմանաս, բայց դա ոնց որ բաժանում է այդպես է դրած, որ մարդուն առանձնացրել են 5 իր կողմերով, իր բարոյական կողմը, ֆիզիկական կողմը, մտավոր զարգացվածությունը, գեղագիտական զարգացվածությունը եւ աշխատանքային